Նորից բարև ձեզի, հարգելի լսողներ, հարգելի իմ YouTube-ի ալիքին հետևողներ, ես այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել շատ կարևոր հարցերի մասին։ Շատ դեպքերում ինձ երբ որ մարդիկ են դիմում իմ գործի բնույթի բերումով եւ ասում են, որ իրենց վրան կա թուղթուգիր, իրենց վրա կա անեծք, կամ ինչ-որ մեկը իրենցից գողացել է իրենց հաջողությունը, ինչ-որ ձևով, ինչ-որ մոգական կախարդական գործողություններ է կատարած։ Ճիշտ է, նման գործողություններ կան, բայց շատ դեպքերում լինում է այն ձևի, որ մարդը ինքը իր ձեռքով փակում է իր հաջողությունների ճանապարհը, փակում է իր անձնական առաջընթացի, ֆինանսական հաջողությունների ճանապարհը, ձեռք է բերում տարբեր տեսակի ֆիզիկական հիվանդություններ, առողջական խնդիրներ։ Ես ուզում եմ այս իմ տեսահոլովակի հիմնական նյութը պատմել այն առարկաների, այն իրերի, այն գործողությունների մասին, որոնք մարդու կյանքի մեջ բերում են նեգատիվ էներգիա, փակում են մարդու մոտ առողջ լիարժեք էներգիայի առաջընթացը, առաջխաղացումը։ Ինչպես գիտեք, մարդը ինքը էներգիա է, ու երբ որ մարդու շրջապատը, տունը, որտեղ որ ինքը բնակվում է, աշխատավայրը, որտեղ որ ինքը կատարում է իր աշխատանքային գործողությունները, այնտեղ կան այնպիսի իրեր, որոնք փակում են էներգիայի առաջընթացը, տվյալ դեպքում կամաց մարդու մոտ առաջանում է այնպիսի նեգատիվ կարգավիճակ, որ հավասարազոր է թուղթուգրին, հավասարազոր է անեծքին, հավասարազոր է գողունին, ինչպես ռուսներն ասում են, կրատնիկին։ Ես հատուկ նյութեր կլինի, հատուկ տեսահոլովակներ կլինի, որ հենց կնվիրեմ այդ թեմաներին, բայց հիմա խոսում ենք այն հիմնական իրերի, առարկաների, գործողությունների մասին, որոնց սխալ ձևը, սխալ օգտագործելը բերում է մեր կյանքի մեջ էներգիայի կանգ։ Առաջի հերթին իմ պրակտիկայի ընթացքում, երբ որ ես մարդկանց հետ աշխատում եմ, հասկանում եմ, որ այդ մարդու վրա չկա ոչ ազգային, ոչ տոհմական անեծք, ոչ թուղթուգիր, ոչ նավթ, ոչ աչք։ Ուղղակի այդ անձնավորության տան մեջ կան այնպիսի իրեր, որոնք այդ մարդուց խլում են իր հաջողության առաջխաղացման էներգիան։ Ինչ պետք է պահել տան մեջ, ինչ պետք է չպահել։ Իմացեք, տան մեջ երբեք չի կարելի ունենալ բալանիներ կամ կողբենք։ Եթե կողբենքը առանձին է, ինքը չունի շփացելու հարմարանքը բալանին, կամ եթե բալանին կա, բայց իրեն համապատասխան կողբենքը, իրեն համապատասխան փականը չկա։ Նման առարկաները պետք է տանից անմիջապես դուրս հանել։ Հատկապես այն կողբենքները, այն փականները, որոնք գտնվում են փակված վիճակում, դրանք շատ վտանգավոր են։ Անձնավորությունը չի հասկանում, բայց դա կախարդական ձևով փակում է տուն մտնելու էներգիան։ Իսկ երբ որ տունը էներգիա չկա հաջողություն, չկա անձնական երջանկություն, չկա առողջություն։ Ման եկեք մառաններում, տարակների մեջ, գզրոցներում, պահարաններում, եթե կա անօգտագործելու կողբենքներ, բալանիներ, փականներ, դրանք անմիջապես տանից դուրս հանեք։ Եթե փակված են, բացեք, ինչ-որ ձեռով, խարդոցով կտրեք, բացեք, նոր տանից դուրս հանեք։ Չպետք է օգտագործեք ծակ հագուստներ։
ծակ իրեր։ Շատ դեպքերում հագնում ենք ծակ հագուստը, որի վրա անցք կա։ Ոչինչ, եթե հյուրերը կան, ես կհագնեմ իմ ամենալավը, ամենաընդիրը։ Չէ, դուք պետք է ձեզ սիրեք։ Դա հագուստը այն չէ, որ պիտի անպայման հյուրերի դեմ հագնենք։ Եթե հագուստի վրա կա ծակ, կա անցք, դա կամ պետք է անպայման վերանորոգել, նոր հագնել։ Եթե չեք կարողանում վերանորոգել, ուրեմն պետք չէ հագնել։ Այդ ծակ հագուստը, ծակ կոշիկները, ծակ հողաթափերը, չվերանորոգված իրերը, հագուստները, դրանք տանից պետք է դուրս անել։ Երբեք չգցեք տանել այն կողմ, թե հետո ինչ-որ մի օր կեղնիկ կկատարվի, կկարեմ, կվերանորոգեմ, կհագնեմ։ Եթե հիմա չեք վերանորոգում, չեք հագնում, ուրեմն հետագայում էլ չեք վերանորոգի ու չեք հագնի։ Բայց այդ ծակ իրը, ծակ հողաթափը, կոշիկը, հագուստը, դրանք ձեզանից խլում են ձեր կենսական էներգիա։ Ոնց որ գիտեք ինչ հարստության տոպրակ է եւ նրա մեջ անցք է բացված։ Եվ ձեր գումարը կամաց այդ անցքից թափվում է։ Այդ ձևը, եթե դուք օգտագործում եք այդ ծագիրը անընդհատ կրում եք ձեր վրա, դուք կամաց խնդիրներ եք ունենում առողջության, ֆինանսական, գործնական եւ անձնականի հետ կապված։ Հետո կա այն ձևի ժամանակ, որ ընդհանրապես հնարավորություն էլ չեք ունենա, որ լավ, նոր հագուստ, նոր կոշիկներ, հողաթափեր կրեք։ Վարագույրները։ Ընդհանրապես վարագույրները տան մեջ ունեն պաշտպանիչ դեր են կատարում։ Եթե դուք նկատել եք, շատ մարդիկ, ովքեր որ տան մեջ վարագույրներ չունեն, այդ մարդիկ շատ վատ չկավոր կարգավիճակի մեջ են։ Եթե վարագույրները չես պահում նորմալ կարգավիճակի մեջ, կամաց ձեր մոտ առաջ է գալիս նորից նույն չկավորությունը, առողջական խնդիրները, անձնական վատ կարգավիճակը, երբեք այն տունը, որտեղ վարագույր չկա, այդ տան մեջ ոչ մի բարեկեցիկ կարգավիճակ չկա։ Ինչպես պետք է պահել ձեր տան վարագույրները։ Առաջ հերթին չեմ խոսում հիգիենայի մասին, ընդհանրապես էզոտերիկայով տված է, որ ամիսը գոնե մի անգամ, եթե ոչ ամիսը երկու անգամ պետք է վարագույրները ամբողջովին մաքրվի, ինքը պետք է լինի մաքուր։ Բայց կարևոր է, որ վարագույրը չպետք է լինի ծակ։ Շատ դեպքերում մոտենում են պատուհանին, ծխախոտով ծխում են ու անցք է բացվում։ Չպետք է թողնել այդ անցքը։ Կամ անմիջապես պետք է կարել, կամ վերանորոգել, եթե ի վիճակի չէ վերանորոգման, այդ վարագույրները անպայման պետք է փոխել։ Եթե վարագույրը մնում է ծակ վիճակում, եթե վարագույրներից թելեր է կախված, ապա նման վարագույրը չի կատարում իր պաշտպանիչ գործողությունը։ Այդ տան միջից նույն ձևի դուրս է գնում հաջողությունը, դուրս է գնում բարեկեցությունը, դուրս է գնում տան մեջ հաշտությունը եւ ֆինանսական հաջողությունը։ Շատ հետաքրքիր նկատել եմ իմ ծանոթների, ընկերների մոտ, որ տան մեջ պահում են հավաքածուների, կոմպլեկտների մնացորդներ, ասենք թե ունեցել են լավ կոմպլեկտներ, բաժակների, թեյի հավաքածուներ կամ ափսեներ, հավաքածուներ, ու մնացել են տամենը մի բաժակ, մի ափսե, մի բլութ, ու գիտեք ինչ, շատ տարօրինակ է, պահում են այդ մնացորդ մի հատը ընդանուր սպասքի հետ։ Ընդհանրապես, եթե հավաքածուի մեջ արդեն մի հատ գոնե մի առարկան պակաս է, դա արդեն վտանգավոր է։ Այդ հավաքածուն պետք է քո տանից հանվի։ Անկախ նրանից ուտելու սպասք է, խմելու սպասք է, թեյի սպասք է, քանի հոգու համար է, չպետք է որ մարդը այդ կիսատ թերի հավաքածուից օգտվի։
Շատ դեպքերում ճաքած ափսեները, գիտեք ինչ, շատ տարօրինակ ձևով մարդը ճաքած ափսենը ամանը օգտագործում է, չի օգտագործում լավը, չի օգտագործում ընդիրը, առողջը, ընդհակառակը, անընդհատ իր տան մեջը օգտագործում է ճաքած ափսե, ճաքած բաժակ, որի պոճը չկա, բաժակ, որի շշտունքը ճաքած է, ջարդած է, թազան նորը պահում է, իսկ իր վրա ինքը խնայողություն է անում, ոչինչ, որպեսզի նորը չօգտագործվի։ Այդ դեպքում ինքը, երբ որ իր վրա խնայողություն է անում, տիեզերքն է իր վրա խնայողություն անում։ Եթե դու չես գնահատում քեզ ու չես ուզում օգտվես ամենալավից, առողջից, ուրեմն նա քեզ բերում է, կանգնեցնում է այն կարգավիճակի մեջ, որ դու մնում ես կոտրված դաշտակի, կոտրված բաժակի, կոտրված այդ սպասքի հետ միասին, բերում կանգնեցնում է ֆինանսական, գործնական, նաև առողջական վատ կարգավիճակի մեջ։ Շատ դեպքերում մոդա է մարդիկ նորավոճությանը զոհ էին գնում և շատ մարդիկ վերցնում էին արհեստական ծաղիկներ, ում դու մտնում ես լիանաներ էր կախված կամ վարդեր, տարբեր տեսակի ծաղիկներ, չեմ խոսում ծաղիկների նույնիսկ կառուցվածքի մասին, որովհետև ամեն ծաղիկ ինքը և նեգատիվ էներգիան ունի և վատ էներգիան ունի, բայց հիմնականում ես հիմա խոսում եմ հենց արհեստական ծաղիկների մասին։ Արհեստական ծաղիկները տան մեջը կանգնեցնում են կենտանի կենսական ուժը։ Արհեստական ծաղիկները մարդու մեջ առաջ են բերում հիվանդություններ։ Արհեստական ծաղիկները խլում են մարդու բիոդաշտի էներգիան։ Մարդը հիվանդանում է, ընկնում է դեպրեսիայի մեջ, բաժանություն է տեղի ունենում, փող բացարձակապես չի լինում, մարդը չի հասկանում պատճառը, բայց երբ որ մտնում ես տուն և տեսնում ես, որ ամեն անկյուն դրված է այդ արհեստական պլաստմասից, քիմիայի ինչ-որ կապակցություններից կապված այդ արհեստական ծաղիկները, դրանք ցույց է տալիս, որ այդ ծաղիկները խլում են մարդուց իրեն կենսական էներգիա, իսկ եթե մարդը կենսական էներգիա չունի, ինքը չի ուզե տեղից բարձրանա, չի ուզենա ինչ-որ գործողություն կատարի, որպեսզի իր կենցաղը, իր բաժկը դարձնե բարեկեցիկ։ Մարդու մոտ առաջ է գալիս պարկած քնած հանձնվելու կարգավիճակ։ Ընդհանրապես, եթե դուք ուզում եք ծաղիկներ պահել, բերեք բնական ծաղիկներ, ձեր ձեռքով աճեցրեք, խնամեք, թող ծաղկեն։ Այդ ծաղիկները տան մեջ հաջողություն են բերում։ Չնայած դա էլ է, պետք է իմանաս որտեղ դնես, ինչպես խնամես, որպեսզի էլի ինքը չխլի ձեզնից էներգիա, բայց բնական ծաղիկները ավելի լավ են, քան արհեստական ծաղիկները։ Արհեստական ծաղիկները ընդհանրապես չի կարելի, որ մուտք գործեն քու օջախ, քու ընտանիք, քու այն տարածքը, որտեղ դու ապրում ես, քու տան մեջ։ Գիտեք, մեկ էլ ինչ կա, եթե սիրում եք, որ ծաղիկներ լինեն չորացած, այդ դեպքում դուք պետք է քաղեք, գնացեք դաշտ, անդար, քաղեք ձեր սիրած ծաղիկները, դաշտային ծաղիկները, ձեր ձեռով չորացրեք։ Այդ դեպքում այդ ծաղիկը, այդ կանաչը, այդ խոտը ոչ մի վտանգավոր էներգիա չի բերում ձեզի, դա ձեզի համար հարազատ էներգիա ունեցող ծաղիկ կլինի, չորացած ծաղիկ։ Հայելիների մասին, ընդհանրապես ես այս ամեն ինչի մասին ուզում եմ մանրակրկիտ խոլովակներ հանել, տեսահայերիցներ հանել, բայց հիմա ուղղակի անցող կերպով անցնում եմ։ Հայելիների մասին ինչքան խոսեք, ինչքան զրուցեք, այնքան կզրուցվի։ Առաջի կարևոր հարցը, հայելին եթե կոտրված է, հայելին եթե մաշված է, եթե հայելի վրա նայում եք, տեսնում եք, որ կա
ծագած տեղեր, ոնց որ բորբոսնած լինի, սև, ժանգոդած տեղեր, կամ ջարդած է, ճակած է, նման հայելին երբեք չի կարելի օգտագործել։ Նույնիսկ չի կարելի դնել պահել, թե հետագայում մեզ պետք կա։ Ոչ, ինքը իր լավությունը չի կատարի, ինքը հետագայում պետք չի կա, ընդհակառակը այդ ճեղքերից, այդ բորբոսնած ծագած կարգավիճակից նեգատիվ էներգիան կմտնի ձեր տուն։ Հայելիները եթե կոտրված են, դա հավաքում են այնպես, որ փշուրների մեջ մարդու դեմքը հայացքը չի երևա։ Իշքան հնարավոր է զգուշ տեղավորում են մի տոբրակի մեջ եւ հանում են դեպի դնում են աղբամանի մոտ։ Եթե հայելին կոտրած չէ, բայց ճակած է, նման հայելին պետք է դնել հանել դուրս, բայց ոչ թե դնել աղբամանի մոտ, այլ դնել ծառի բնի հենել։ Այդ ձևի ինքը իր վատ էներգիան, ձեր տան էներգիան չի խլում։ Այդ ձևով պետք է նման հայելի տան միջից հանել։ Ընդհանրապես խորհուրդ չի տրվում, որ հայելին, երբ որ դուրը բացում են ու մտնում ես ներս, հայելին լինի դեմը։ Դա խլում է տան մտնող մարդու էներգիա։ Հայելին դնելու համար հատուկ տեղեր կա, պետք է կարդաս, պետք է իմանաս, ինֆորմացիա ստանաս, որտեղ կարելի է հայելին դնել։ Մեր մոտ շատ հիմա նորավոճ է, հայելին պետք է լինի ննջասենյակում, առաստաղի վրա, պատերի, նման զույգերը, ում տան մեջ հայելին նայում է իրենց քնող անգողնուն, այդ զույգերը բաժանվում են։ Այդ զույգերի կյանքի մեջ ներս է մտնում դավաճանությունը, անկախ նրանից կին է, տղամարդ է, իրանք չհասկանալով այդ անձնավորությունները, որ պետք է իրենց հարաբերություններից, իրենց սիրոց, իրենց կյանքից, իրենց կրկից հաճույք ստանան, ընդհակառակը նրանք հաճույք չեն ստանում, իրանք սկսում են հաճույք, հաճելի հարաբերություններ մանկալ արդեն դրսում ու չեն հասկանում, որ պատճառը այն է, որ առաստաղին հայելի է, անգոնու 4 կողմը հայելի է, հադագնել է հայելի, դա սխալ կարգավիճակ է, պետք է ուշադիր լինել։ Հայելին տեղադրելու եւ օգտագործելու շատ պետք է ուշադիր լինել, որպեսզի ճիշտ ձևով օգտագործել։ Տան մուտքը, այն նկատի ունեցեք, տան մուտքը տարապես պետք է ազատ լինի։ Տան մուտքը չպետք է լցված լինի ինչ-որ կահույքի առարկաներով, կոշիկների դնելու տեղերով, ինչքան հնարավոր է պետք է տան մուտքը ազատ լինի, որպեսզի եւ լավ էներգիան դες մտնի, եւ տան մեջը կուտակված, թե տուն է, վիճաբանություն է լինում, վիրավորանք է լինում, եւ այդ էներգիան կարողանա դուրս գա, որպեսզի էներգիայի երկու մուտքը երբեք խծանված չլինի։ Եթե նման ձևով լինում է մուտքը խծանված, տան մեջը նորից առաջ են գալիս, իրար չհասկանալ, իրարից խռովել, տանից բաժանվելու կարգավիճակ։ Ընդհանրապես ուշադրություն դարձրեք տան ծորակներին։ Մեր մոտ նայեք, տեսեք ինչպես է մեր մոտ։ Ծորակը սկսեց կատալ, ուշադրություն չեն դարձնում, հայելի ոչինչ կատած, մի քանի մանետ էլ ավել կտանք։ Ոչ, դա սխալ գործողություն է, ոչ ծորակները պետք է կատա, ոչ սանհանգույցը պետք է կատա, ջրի հոսքը դա ցույց է տալիս, որ այդ տան մեջ պետք է լինի փողի ֆինանսական հոսք։ Եթե դուք չդադարեցնեք ձեր ծորակների կաթոցը, կանչեք վարպետ, մասնագետ, կամ եթե դուք ի վիճակի եք, դուք ձեր ձեռով դադարեցնեք այդ ջրի կաթոցը, ուրեմն դուք սպասեք, որ ձեր կյանքի մեջ սկսվելու է փողի կորուստ։ Առանց հասկանալու ձեր փողը չի կատարել լավ նպատակներ, ինքը կկորի, չի հավաքվի ձեր տան մեջ, փողը կծախսվի աննպատակ։ Նկատի ունեցեք, եթե տեսնում եք, որ տան մեջ կա ոչ սարքի ծորակներ, ծորակները անպայման վերանորոգեք։ Ինչքան շուտ, այնքան լավ, չի կարելի այդ գործի մեջ հապաղել։
Նման կարգավիճակ ունի նաև դռների ճակերը, ապա լուսամուտների վրա ճակերը, եւ որ ճակ է առաջանում, ինչքան հնարավոր է պետք է փակել, չսպասել ձմեռը ճակը առաջացել է, ամառը կանչենք վարպետի գուկա, գոնե արհեստական ձևով, ինչ-որ ձևով փակել, հետո երբ որ պետք է վարպետը կա, թող վարպետը կա, ինքը մասնակիտորեն շատ գեղեցիկ ձևով այդ ճակերը վերացնի փակել։ Եթե ճակերը մնացին, կա այն ձևի ժամանակ, որ դուք վարպետի վիճակի չեք լինելու կանչել, որ վարպետը այդ ճակերը վերացնի։ Գիտեք, ինչն է հետաքրքիր, շատ կանայք իմ մոտ գալիս են, ասում են, որ իրենց անձնականը չի դասավորվում, տղամարդիկ մոտենում են ու փախնում են, հեռանում են, անտատ կանայք ասում են, ինձ երևի նախատեսված է, որ ես պետք է մենակ ապրեմ, իմ կարման է, նախախնամությունն է վերևից, նախախնամությունը շատ հազվադեպ մարդկանց է վերևից, որ տալիս է միայնություն, դա շատ չնչին տոկոս է։ Երբ որ նայում եմ մարդու էներգետիկան, ես զգում եմ, որ այդ ազնվորության վրա չկա անեծք, չկա միայնությամբ սակ հասկացողություն, գործողություն, տված չէ իրան միայնություն։ Երբ որ մտածում եմ, նայում ու զգում եմ, որ այդ մարդու մոտ տան մեջ դրված է զարդեր, եւ թանկարժեք, եւ բիժուտերա, ու մենակ մի հատն է։ Մի ականջողը կորել է, ինքը մի հատը պահել է, ասենք եթե հավաքածու է մադանի ցեպը ականջողերը, մեկը կորել է, ինքը կեսը պահել է, դա ամենասխալ բանն է, մարդը ինքը իրան տանում է միայնագության, եթե դա բիժուտերա է, անմիջապես առանց ափսոսալու պետք է թափել, եթե ականջողերը թանկարժեք քարից են, թանկարժեք մետաղից են, կարելի է տանել վարպետի մոտ եւ նույն ականջողի երկրորդը զույգը սարքել, պատրաստել, կամ այդ նույն ականջողից պատրաստել մի հատ մի հատ մադանի, որը ինքը ամբողջական է, արդեն դառնում է լրիվ նոր էներգետիկա, ոչ թե պահել այդ մեկ ականջողը, դա ինքնըստինքյան բերում է միայնության էներգիա, եթե զույգը դառնում է մի հատ ու դու այդ մի հատի վրա տովում ես, դա սխալ կարգավիճակ է, դա տան մեջ բերում է միայնագության էներգիա։ Նկատի ունեցեք զարդերի հետ շատ հետաքրքիր բաներ կա, երբեք ձեր մադանիները, հատկապես ամուսնական մադանին կարծոն, երբեք այդ մադանին չտակ ուրիշին, որ ինքը կրի, չտակ ուրիշին, որ նույնիսկ մատը տնի մատը եւ փորձի, դա վտանգավոր կարգավիճակ է բերելու ձեր ամուսնությանը, 100% դա բերելու է հարաբերությունների ավարտի, հարաբերությունների կտրվելուն, խզվելուն, ամուսնական մադանին դա մենակ պետք է լինի տվյալ ազնվորության մատի, կարող է հանել, կարող է դնել, օգնալուց հանել, բայց չտա ոչ մեկին փորձելու, դա կբերի վտանգավոր կարգավիճակ, տան մեջը եթե մարդը ինքը միայնակ է ապրում, դեռ չունի իրեն ընկեր, թեկուզ տղամարդ, թեկուզ կին արմատ, ինքը պետք է նկատի ունենա, իր մատչակալը երբեք պատին չկպնի, շատ դեպքերում, երբ որ մտնում ես տուն, զգում ես, որ այդ ազնվորության մատչակալը քիփ կպած է պատին, գլխավերևը, կողքը, չի կարելի։ Նման դեպքերում տիեզերքը հասկանում է, որ քեզ պետք չէ կողքից անձնավորություն, դու չես ուզում, որ քո կողքը մեկ ուրիշը կա, ու այդպես դու մնում ես միայնակ մարդկանց անկողինը, ոչ մի կողմից տեղաշորը կրավատը, ոչ մի կողմից մատչակալը, չպետք է դիպնի
պատերին, ոչ գլխավերևի, ոչ ոտքի թարավ, ոչ կողքի մասերը, մահճակալը պետք է դրված լինի ազատ, որպեսզի դիեզերքի էներգիան հասկանա, որ այս ազնվորությանը պետք է ընկեր, անկախ նրանից տղամարդ է, անկախ նրանից կին արմատ է։ Ուշադրություն դարձրեք նաև տան անկյունները պետք է փակված չլինի։ Եթե նույնիսկ կահույք եք տեղավորում, ի նկատի ունեցեք անկյունները 3-4 սանտիմետր բաց լինի, չպետք է փակված լինի։ Եթե բոլոր անկյունները տան լցված են ու հենց ամուր կպված են պատերին, այդ տան մեջ գալիս է հիվանդություն, այդ տան մեջ գալիս է փողի պակասություն, ռազրիվ է լինելու, ուշադիր եղեք, ձեր կահույքը տեղավորեք անձևի, որ անկյունները որոշ չափով դատարկ մնան։ Փողի մասին, ընդհանրապես տան մեջ փողի մասին կարելի է նույնպես շատ երկար խոսել, ուղղակի ես ուզում եմ արագ բացատրել, փողը չի կարելի պահել այնտեղ, որտեղ ջուր է հոսում, բաղնիկում, ծորակի տակ, որտեղ ջուր է հոսում, ջուր է կատում, այնտեղ երբ որ պահում են փողը ջրի պես գնում է, փողը չի կուտակվում, փողը ընդհանրապես չի սիրում ջրի էներգիան, փողը պետք է պահվի այնպիսի տեղ, որտեղ ազատ լինի, հետո կեսը դնել մի տեղ, մյուս կեսը մյուս տեղ չի կարելի, փողը պետք է ամբողջովին իրար հետ դրված լինի, հատուկ տեղ դրված լինի, բայց ոչ ջրի մոտ, եթե ջրի ծորակների մոտ է լինում, այդ տան մեջը փողը չի կուտակվում։ Գիտեք, մեկ էլ ինչ շատ հետաքրքիր բան կա, ընդհանրապես փողը սիրում է հայելին, եթե փողի նույնիսկ սունդուկ ունեք ու պահում եք այդ սունդուկի մեջ, լավ կլինի, որ այդ սունդուկը հայելիներ լինի, սիրուն, առողջ հայելիներ, ոչ թե ճակատին հայելիներ, ու երբ որ հայելիների մեջ է լինում ազատ դրված փողը ինքը կուտակվում է, բազմապատկվում է, փողի էներգիան սիրում է հայելիների էներգիա, բայց լավ հայելիների, ոչ թե ճակած հայելիների։ Փոշին էլ է շատ հետաքրքիր տան մեջ, օրինակ դա մենակ հիգիենայի չի վերաբերվում, ի նկատի ունեցեք այն տունը, որ թեկուզ աշխատատեղը, որտեղ մնում եք, որտեղ ապրում եք, անընդհատ փոշիները մաքրեք, եթե ի վիճակի չեք կահույքի վերևը թուք մաքրեք, ուրեմն պետք է մեկին խնդրեք, որ անընդհատ գոնե շաբաթը մի անգամ այդ փոշիները անկյուններից, բահարանների վերևի մասերից վերցվի, դա եւ հիգիենայի համար է լավ, եւ առողջության համար է լավ, համել երբ որ այն տարածքը, որտեղ փոշին կուտակված է, այդ տարածքի մեջ երբեք հաջողություն չի լինի, երբեք ֆինանսական առաջընթաց չի լինի, առողջական եկե անձնական առանջտած չի լինի։ Ինչ կարևոր հարց կա, շատ եմ նկատել, որ տանտիկինները կամ նույնիսկ տան անդամները, երբ որ սեղանի վրա մնացորդ է մնում, ձեռքով հավաքում են։ Լավ է այդ մնացորդը մնա այդ փշուրները, քան ձեռքով հավաքեք։ Երբ ալարում եք վերցնեք ինչ որ մի հատ շորի կտոր եւ այդ շորը մաքրել, լավ է չմաքրեք։ Ձեռքով երբ որ սեղանի վրայից հավաքում եք ձեր սեղանը, ձեր հացի փշուրները, տան մեջը գալիս է չկավորություն, դադարվում է տան ամեն առաջխաղացումը, փող բացարձակապես չի լինում, դա ամենավատ գործողությունն է, երբ որ մարդը կատարում է իր տան մեջ, ինքը իր ձեռով իր հաջողությունը, իր խսմատը, իր փողն ու առաջխաղացումը մաքրում է։ Մի քանի կարևոր հարց էլ կա, դրանց մասին էլ խոսեմ, իմ պրակտիկայում շատ է եղել, որ
մարդը, երբ որ նայել են, հասկացել են, որ այդ ազնվորության վրա գերեզմանի հետ կատարված գործողություն կա։ Ու հա, ասել են ճիշտ է, վախեցել է, բոյս չափել են եւ ինչ-որ հանգուցյալի դագաղի հետ տեղավորել են, որ վախը վրայից ստացնի։ Ընդհանրապես կենտանի մարդուն չի կարելի կապել հանգուցյալի էներգիայի հետ։ Բոյը չափել դա արդեն մարդու ինֆորմացիան ես վերցրել եւ տեղադրել ես դագաղի մեջ, անկախ նրանից հարազատ մարդ է, օտար մարդ է, տվյալ հանգուցյալը, դու մարդու բիոէներգիան թաղել ես, ոնց որ ասել մարդու բոյը թաղել։ Դա շատ սխալ գործողություն է։ Մեծամասնությունը, երբ որ իմ մոտ գալիս են, ես նկատում եմ, որ կամ իր նկարն են թաղել, ոնց որ թե իր առողջությունը, հիվանդությունը հետ տանեն, կամ թելով բոյն են չափել ու թաղել հանգուցյալի հետ։ Դա ամենասխալ գործողությունն է, ոչ նկարը, ոչ թելը, դրանք պահում են մարդու ինֆորմացիան, այդ մարդու մոտ բացարձակապես կանգնում է լրիվ առաջխաղացումը, ինքը չի հասկանում։ Իրա մոտ գիտեք ինձևի, ոնց որ ամեն օրը իրար նման է։ Ամեն օր ինքը առավոտը արթնանում, գիշերը քնում, առավոտը արթնանում, գիշերը քնում, բայց կյանքի մեջ ոչ մի բնագավառում առաջընթաց չկա, երբեք նման գործողություն չկատարեք։ Ինձ թվաց, որ ես կարողացա որոշակի լավ ինֆորմացիա տալ ձեզ, կուզեի հետագայում էլ ինչ-որ խոսեի, որ մենակ այս իրերն ու առարկաները չեն, որ մարդու մոտ փակում են բիոդաշտը, էներգիայի հոսքը, առաջխաղացումը, նաև կեղտը, երբ որ մարդու հոգու մեջ է, վիրավորանքները, ցավերը, բայց դրա մասին կխոսենք հետագայում, հիմա հաջողություն, ստեսություն, հույս ունենամ, որ իմ ասածները ձեզ օգուտ կբերե, կկարողանաք ձեր կենցաղը, ձեր ապրելակերպը ճիշտ դասավորել։ Հաջողություն։